Մարկոսյան, տեսանք, որ դուք կառավարության ընդունանից դուրս եկաք, ինչ դիմում կամ նամակ փոխանցեցիք կառավարությանը, դուք մինչև այդ էլ հայտարարությամբ էիք հանդես եկել, որ այսօր մեկնարկում է Եվրասիական ալյանս նախաձեռնության ստորագրահավաքը, ինչ է տեղի ունենում։ Դիմում նամակով հանձնեցին կառավարությանը, քանի որ այսօր մեկնարկել է Եվրասիական ալյանս նախաձեռնության ստորագրահավաքը, ընդհանուր համատեղ համաձայնության եկան, որպեսզի ստորագրության առաջին համարը ստորագրեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես սիմվոլիկ խորհրդանիշ բազմաթիվ իր Ռուսաստան այցերի ժամանակ, իր ելույթների ժամանակ այն հայտարարություններին, որ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում եւ դեռևս հանրաքվեի կամ այլ ԵՄ շուկա մտնելու տարիքը չկա դրա համար, որպես իր խոսքերի բառապացույց։ Դիմումը հանձնելուց հետո դիմումին կից հանձնեցինք նաև ստորագրությունների թերթիկը, որպեսզի առաջին համարը նա ստորագրի, նախագծի օրենքի մեջ լրացում կատարելու, սահմանադրության մեջ լրացում կատարելու նախագիծը, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որպեսզի քաջատեղյակ լինեն եւ իրազեկվեն, թե ինչի մասին է խոսքը։ Դիմումը ընդունեցին մեծ սիրով, տվեցին ստացական, խոստացան սեղմ ժամկետներում գրավոր պատասխանել արձագանքել մեր խնդրին։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու նախաձեռնության։ Հաջորդ քայլը նախաձեռնության, քանի որ մեզ 60-օրյա ժամկետում անհրաժեշտ է 200,000 ստորագրություն, հաջորդ քայլը պետք է լինի համապետական մեծ մասշտաբի ավելի գլոբալ ստորագրահավաքի կազմակերպչական աշխատանքներ, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Բոլոր մարզերով պետք է ունենան նաև շրջիկ խմբեր, ինչպես նաև համայնքային տին ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով ունենան կենտրոնական բանիկ հատվածներում տեղադրված տաղավարներ, որտեղ քաղաքացիները կարող են մասնակցել ստորագրությունների եւ իրենց կամքով ասել, թե ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում, թե լինել օրինակի համար ԵՄ-ում։ Կարծում եմ այդպիսի որոշումներ ավելի ճիշտ կլինի քաղաքացիները իրենք էլ կարծիք հայտնեն, քան թե մեկանձյա մարդը որոշի կամ կառավարությունը միայն որոշի ժողովրդի փոխարեն։ Ու փաստորեն ստորագրություններ ակնկալում եք եւ իշխանությունից եւ ընդդիմությունից։ Միանշանակ, քանի որ իշխանությունները կրկնում են իրենց ելույթներում բազմաթիվ անգամ շեշտում են, որ մնալ ԵԱՏՄ կազմում դա առաջնահերթ Հայաստանի համար անհրաժեշտություն է։ Օրեր առաջ այդ մասին նաև խոսում էր էկոնոմիկայի նախարար Պապոյանը, ասելով, որ ԵԱՏՄ-ն մերն է, ԵԱՏՄ-ն ուրիշն է, մենք ուզում ենք ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա այս քայլով մենք կրկին անգամ եւս կհամոզվենք իրենց խոսքերի ճշմարտության մեջ։ Նախագիծը ընդհանրապես քաղաքական բնույթ չի կրում, տնտեսական է ու միտքը որն է, քաղաքացին թող ինքը որոշի։ Ստորագրությունով, հանրաքվեով մարդիկ պետք է որոշեն ուր են ուզում գնալ։ Հազարավոր քաղաքացիներ սանկցիաների տակ են ընկել նրա համար, որովհետև ղեկավարները իրար հետ չեն կարող ընդհանուր լեզու կամ հայտարարի դրա պատճառով։ Նիկոլ Փաշինյանն ասում էր հանրաքվեի կարիք կարծես թե չկա, քանի որ Հայաստանը չի պատրաստվում Եվրամիություն գնալ։ Միանշանակ ասում եմ, չկա, սակայն ԵԱՏՄ կանոնակարգի մեջ ունեն բազմաթիվ խախտումներ, որի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից ստանում ենք բազմաթիվ ազդակներ, որ պետք է կողմնորոշվեն, Հայաստանը պետք է կողմնորոշվի, ինքը ընտրի իր տնտեսական եւ քաղաքական։ Քաղաքականի հետ մենք բոլորովին գործ չունենք, տնտեսականի մասով մեր նախաձեռնախումբը վերցրել է իր վրա պատասխանատվություն հնարավորինս անել այնպես, որ հստակ լինի եւ քաղաքացիները չտուժվեն։ Այն քաղաքացիները կրկնում են, որոնք հազարներով ընկել են տնտեսական պատժամիջով սանկցիաներ կոչվածի տակ, չեն կարող արտահանել, չեն կարող ոչինչ անել, ընդհանրապես զուտ քաղաքական երանգի պատճառով։ Որևէ կոչ ունեք այս պահին քաղաքացիներին ստորագրահավաքի հետ կապված, որովհետև տարբեր ստորագրահավաքների քաղաքացիները մասնակցել են եւ դրանք քիչ փոքր դժվար է տարբերակել։ Տարբերից բազմաթիվ ստորագրահավաք են եղել, ցավոք սրտի ճիշտ է, ապարծում, սակայն այս ստորագրահավաքը տարբերվում է մնացածից ինչով, որ մերը համապետականներ սահմանադրության մեջ լրացում կատարելու։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե 50,000 ստորագրություն, այլ 200,000 ստորագրություն եւ 200,000 ստորագրությունից հետո միանգամից լինելու է հանրաքվե, արդեն առանց ազգային ժողովի, առանց ինչ-որ իշխանական կմահաճույքների եւ խնդիրների։
բարդ է լինելու, ես գիտեմ, քաղաքացիներին ոչ եմ անում ակտիվորեն մասնակցել, սակայն 200,000 ստորագրություն հավաքելուց հետո մենք չենք ունենալու կարիքը ոչ կառավարության թույլատվության, ոչ ազգային ժողովի 50,000-ի դեպքում հարցը կմտներ ազգային ժողով, կառավարություն եւ տարբեր ատյաններ, արդյունք հնարավոր է չտա, բայց 200,000-ի դեպքում կարծում եմ կլինի արդյունք։